Բարև ձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ձեզ հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները 3 եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացայնեն գսպրվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայնի թիմադեդրի էջերեն։ Այսօր կգտնվին Ռմեյլի Սուրբ Հարություն եկեղեցվո մեջ։ Ռմեյլի Սուրբ Հարություն եկեղեցվո հիմնակարը դեղատրվեցավ 1930-ին։ Շինարարական աշխատանքները սկսան 1931-ին հսկողությամբ ջարդարաբեդ Մարդիրոս Ալթունյանին, որ սիրահոժար նաև պատրաստեց եկեղեցվո հադագակիցը։ 14 հոկտեմբեր 1934-ին ավարտեցավ շինությունը եւ եկեղեցվո օձումը կատարվեցավ 28 հոկտեմբեր 1934-ին Ցերամ Տեր Շահե եպիսկոպոս Կասպարյանի։ Եկեղեցին անվանվեցավ Սուրբ Հարություն ի հիշադակ եկեղեցվո եւ շրջանի բարերար Նևրիկ Քեհեյանի Վաղամերիկ Զավգին Հարությունին։ Քեհեյան Մարմխայել թաղի մեջ մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածություն նվիրած է հայության։ 1974-ին վերանորոգվեցավ խորանը։ 1993-ին բարերարությամբ Գարաբեդ Դեր Ստեփանին նորոգվեցավ եկեղեցվո մգրդարանը, որ 2013-ին դարձյալ նորոգվեցավ նվիրատվությամբ Կոկո եւ Ռիթա Դեր Ստեփանյան ամոլին։ 2014-ին եկեղեցվո խորանի առաստաղին որմնանկարիչ Լուսինե Կապրիելյանի ջիքերով կձակրվեցավ աղավնիի պատկերը, որ խորհրդանիշն է Սուրբ Օգիին։ Մեր առաջին զրուցակիցն է Սուրբ Հարություն եկեղեցվո հոգևոր հովիվ արժանաշնորհ Դերղևոնտ Քահանա Լոշխաջյան։ Օրհնեցեք դերայր։ Աստված օրհնեք քույր։ Դերայր պիտի խնդրեմ, որ առաջին հերթին ներկայացնեք հայ եկեղեցվո կարևորությունը մեր ընկերության մեջ։ Ընդհանրապես նախ բարի եկեք ծեր դունը եւ հայ եկեղեցու կարևորությունը միշտ այսպես ամեն թիրքերու վրա ինքը մեկնագետ եղած է ժողովրդին ասենք նեղության ժամանակ եկեղեցիներն հոգեկան հանգստություն տված է ժողովուրդը եւ քանքադ ունի կամ նեղություն ունի կամ դժվարություն ունի միշտ եկեղեցին փնտրած է եւ եկեղեցականը եկեղեցին մեր չարտեն յետք կարևորագույն թիրք եղած է իր ժողովրդին հոգադարության հասնելու, հանգստացնելու եւ իր ցերկերու մեջ առնելու։ Այսինքն եկեղեցվո գարձեք իր աշխատանքը չարտեն վերջ շատ մեծ փոփոխություն ունեցած է միշտ ժողովուրդը իր կով բահելու եւ ինքը խնամելու եւ ժողովուրդը ադինգա լավ հասկացած է եւ միշտ գտեսնես միջև հիմա ժողովուրդը երբ թշկողություն ունի, նեղություն ունի, դժվարություն ունի, թե հոգեկան, թե մարմնական, թե մնային միշտ եկեղեցին դուրս զարգաց է եւ եկեղեցին միշտ պատրաստ է իր ժողովրդին կողքին գնալու, բարձրացնելու իր ժողովուրդը, որովհետեւ եկեղեցին առանց ժողովրդի եկեղեցի չլար իսկ ժողովուրդը առանց եկեղեցի ժողովուրդ չի գտնարել երկուքը կամ փոխացնեն եւ ասի է մեկ մարմինը որ գլուխը ինքը Քրիստոսն է Շատ լավ դերար ինչ աշխատանք կդանիք իբրև հոգևոր հովիվ եկեղեցի ժողովուրդ կա ամրավնտելու համար մանավանդ ներկայիս գիտեք երդասարդ ներգրավելը բավական դժվար է ինչ աշխատանքներ գնեք ինչ նախաձեռնություններ ունիք Հիմա մեր եկեղեցի աշխատանքը եթե բիդինայիք ընդհանրապես մեր ձուխը եթե ասենք մենք ամեն մեկ դուն դարին 5 անգամ մուտք կգործենք երկու անգամը դունորնեկի միջոցով իսկ 3 անգամ այցելություն անգախ եթե այդ ընտանիքը որ հիվանդ կամ մեջը կամ ասենք նեղության կամ օգնության պետք ունի ավելի դերայրը կդեսնե իսկ այս վերջին 5 տարին շատ ավելի փոխվեցավ որովհետև կորոնան եկավ ջամփաները կոծվեցան ավելի դերայրը ժամանակ ունեցավ ասեմ օրինակ ես ավելի ժամանակ ունեցա 5 անգամը 10 անգամի վերածել 10-ն 15-ի եւ գրծա հաջողիլ իմ եկեղեցիս մասին է խոսքը գրծա հաջողիլ ես մեկ ընտանիք դարձնել ձուխ եւ եկեղեցի այսօր մեր ձուխը որ առաջորդարանը շուշ մեզի դրամատրած է այս եկեղեցու ձուխը
գրծա հաջողիլ հայերեն 80-ը, որ մեկ ընտանիք դարձնել եւ այցելությունները իրենց եւ իմ նույն դրությամբ միշտ դեսնելու զիրար այս մեր աշխատանքը այդ մեկ եղավ կորոնային առաջ դարբեր էր ավելի պաշտոնական էր ավելի այսպես ամիսը երկու անգամ ասենք եւ 3 կամ 4-ը դեղի ունենալ բայց կորոնային մեջ շատ ավելի փոխվեցավ եւ գրցանք մեկ ընտանիք դառնալ Շատ լավ հաջողություն ձեր աշխատանքներուն շնորհակալություն Բարի եկեք հազար բարի Այժմ մեզ է դե Սուրբարություն եկեղեցվո թագանության ադենաբեդ բարոն Տորոս Ավետիսյան Բարոն Տորոս պիտի հարցնեմ ինչ աշխատանքներ կգադարեք իբրև թագանություն մանավանդ որ գիտենք որ թագական խորհուրդները եկեղեցիներու վարչական աշխատանքները համագարկողներն են եկեղեցվո բայզարության համար ինչ են ձեր գադարած աշխատանքները Բարի եկերեք առաջին եւ երկրորդ շատ լավ աշխատանք կդանենք բոլոր թաղեցիներուն կծառայենք պետ եղածը եւ բարելավման համար եկեղեցվո շինարարության ամեն տեսակետով ջիկ կնենք որ լավ ընենք գսելով բնավ չենք խուսափիր որքան որ գործը լա ավելի ուրախությամբ ավելի աշխուժ գլանք եկեղեցվո համար ծառայենք ընենք միշտ ու միշտ բարելավման համար ուրիշ մասնավոր բան չունենք գուքամ մեզի մարտիկներ կան որ գտեսնան որ լավ բաներ աշխատերենք ըրերենք իրենք ալգուզեն իրենց մասնակցությունը բերել գարցնեն թե ինչ բագաս բան ունիք գսենք որ ասինչը եղավ գսե ադիգայալ ես Vidinem găse. Ուրեմն ամեն տեսակետով լավը գնենք կոր պարկազո մեկը թշկող չէ բոլոր նագուքան մեզի կկաչալերեն գսեմ բրավո ծեր այս աշխատանքին ուրեմն գսե որ եսա իմ մասնակցությունս վիդի պերեմ գսենք որ ասինչ բանը պետք է Այսինքն բարերարներ ունիք ինչ որ ծեր աշխատանքներուն օգտակար կդառնան մասնավոր բարերարներ չեն անհատներ են գուքան գտեսնան դրամատրություն ունի ասենք թե մի քանի $100 օգտակար լա գուքան գսենք ասինչը գուզենք կոր ասինչը օր մորանց մեկը չի գա որ ոչ բարը չսեր մեզի եւ պետք եղածը գուտա Այսինքն իբրև թաղականություն եւ ժողովուրդ ցերգաբը բավական լավ է որ բոլորն ալգուզեն օգտակար դառնալ Շատ լավ է բոլորն իսալ մեկ ընտանիք ենք մենք որևէ մեկը մյուսին վիրավորական խոսք մչսեր թե դիկնած թե թաղականություն բոլորն իսա միասնապար մեր քուլխուն վրանա մեր դերայրը գա ողջ լա մեր դերայրը ինքն է որ համերաշխություն ստեղծեց մեջտեղ Շատ լավ ծեր վարձքը գադար եւ հաջողություն Մեր հաջորդ զրուցակիցն է Սուրբ Հարություն եկեղեցվո Դիգնաց հանձնախումբի ադենաբեդուհի Դիգին Մադլեն Աչաբահյան Դիգին Մադլեն գիտենք որ եկեղեցվո բայզարության մեջ կարևոր բաժին ունի Դիգնաց հանձնախումբը Այս գծով ծեր թերը եւ բարդականությունը ինչ է եւ ինչ գործունեություն կգադարեք Նախ մենք սպասները եկեղեցվո վարակույրները ամեն ասոնք դարեն 4 անգամ արդեն ամենը կգնորոքենք, կնայենք, ինչ պեղած ունենք, ինչ չենք ունենք, կմաքրենք եւ այլն եւ եկեղեցին մաքրության շատ հոգ կդանենք մենք այո բոլորովին նախ եւ մեկ ընտանիք ենք արդեն մենք մեկ ընտանիք ենք տաղական դիկնատ մեկ ընտանիք ենք ոս տարբերություն չունենք իրար ամենակարևորը անե արդեն համերաշխությունը Մենք ուրեն վդույթներ աստվածածինին գերլենք ռայակի սուրբ աստվածածինին նորտնեք հոնդեղ հաղորդնեք կնենք երկրորդ վդույթնից ժալալա գերտանք սուրբ խաչի արդիվ վդույթ կնենք վերջը դարին մի քանի անգամ արդեն ուրիշ վդույթներ ալ կնենք մենք ամեն վդույթները կնենք աս այո Կղանտի զարտարանքը, զատկված զարտարանքը, սրահին զարտարանքը, ամեն դիկնացը կնաս, ամեն փորոտ կոզներությունը, դիկնացին կոզներությունն է։
Մեր հաջորդ զրուցակիցներ Ռմեյլի Սուրբ Հարություն եկեղեցու աղքատախնամի պատասխանատու Դիգին Սիլվա Եթերյան։ Դիգին Սիլվա գուզեմ հարցնել աղքատախնամի քանի բարակա ունիք եւ ինչ ծևերով օգտակար կդառնակ իրենց։ Okay. Ուրեմն մենք եկեղեցիեն ներս մոտավորապես եկեղեցվո շրջանակը ունենք 220 ընտանիք, որոնց հաջող ուտելիքներ կբաժնենք, այսինքն ամսական թրությամբ կամ 15 օրվա թրությամբ, բաժնած ենք 3 գրուպներու, ամեն մեկ գրուպը այսինքն նայած իրենց ընտանեկան բարականերուն, ունենք առաջնահերթը գրուպ A-ը ունենք, գրուպ B-ն ունենք եւ գրուպ C ունենք։ Մենք ավելի կուտանք գրուպ A-ին, որովհետեւ իրենք կարիքավոր ընտանիքներ են, դեսագավոր մակրության թեղեր, կլինեքսներ, ուդելիքներ, բզդիկներու քրենականներ, ինչ որ այսինքն դարվա ընթացքին վերամուդին դարբեր գլա, դարվու ընթացքին նոր դարվա դադեն դարբեր գլա։ Ուրեմն ունենք ընտանիքներ, որոնց էլեկտրականության ըշտիրակի տրամները կվճարենք, ունենք ընտանիքներ, որոնց վարձքը կվճարենք, որովհետև չեն գրնար վճարել ապահովել։ Ուրեմն կորոնայի ադեն շաբաթական ծևով գուդային ամեն շաբաթ կբաժնեինք իրենց ուդելիքներ ու դեստեղեններ, որովհետև կորձերը գեցած էին, ամիմարտուններ եւ այլն այդ պայմաններով, այսինքն այդ պատճառներով։ Հիմա 15 օր անգամը գրուպ A-ին գուդանք, 15 օր վերջ գրուպ B-ին գուդանք, նայած մեր եկեղեցի պայմաններուն եւ նյութական, անշուշտ նյութական պետք է ապահովենք, որովհետեւ գարինան գաս բոլորը հոգալ։ Բավական մեծ է ընտանիքի թիվերը, 220 ընտանիք է։ Մեր կարողության համեմատ կուզենք օգտակարել բոլորին կփորձենք անշուշտ։ Շատ լավ ձեր վարձքը գադար աջողություն։ Մերսի։ Մեր հաջորդ զրուցակիցն է Ռմեյլի Սուրբ Հարություն եկեղեցու Դբրաց Տասի վարչության ադենաբեդուհի Երեցկին Նայրի Ռոշխաջյան։ Առաջին հերթին խոսենք Դբրաց Տասի աշխատանքներու մասին, քանի օք է բաղկացած է Սուրբ Հարություն եկեղեցու Դբրաց Տասը եւ փորձերը ինչպես կընթանան։ Դբրացտասը բաղկացած է 40 հոգիներ է եւ փորձեր կունենանք ամեն գիրակի բادرակեն հետո ընդհանրապես ավելի կգետրոնանանք փորձերուն վրա եւ որ դոնական օրեր է, տաղավար դոներ է եւ այսպես։ Լավ խոսենք երդասարտներու մասնակցության մասին։ Որքանով կարևոր կնկատեք երդասարտներու մասնակցությունը Դբրացտասի մեջ։ Վստահաբար երդասարտներու մասնակցությունը շատ կարևոր է։ Առաջին հերթին մենք պետք ունենք երդասարտ ցայներու, որպես միանան Դբրացտասին եւ լավ երկեցողություն տեղի ունենա։ Իսկ երկրորդ երդասարտները պետք է ավելի մոդեցնենք եկեղեցվո բادرակի մասնակցելու համար, ավելի Աստծո մոդեցնելու համար իրենց եւ ինչու՞ չէ բادرակը գիտնան եւ մասնակցություն բերեն Դբրացտասի։ Լավ Դբրացտասի աշխատանքներուն եթե անդրադառնանք, ինչ գործունեություն ունի Դբրացտասը։ Դբրացտասը վարչություն ունեցավ 2023 հուլիսին, իսկ այդ օրվան մենք սկսած ենք մեր աշխատանքներուն, կենտրոնացանք, որբեսի մեր Դբրացտասը ունենա իր նոր շաբիկները, հատուկ շաբիկները։ Դբրացտասը ունեցավ իր հատուկ քրկույգ բادرակի, որը մեջ ունենք հավաքածոմը, եկմալյան բادرակը եւ բոլոր դարբերակները անշուշտ շարականներուն եւ հիմա Դբրացտասը ադորգի հետեւի անշուշտ փորձեր ալատով գնենք, որպեսզի ավելի վարժվին նոտայով երկել եւ ճիշտ ցևով բادرակի երկեն։ Դուք պատրաստեցիք այդ քրկույգը։ Այո, վարչությունը պատրաստեց։ Շատ լավ հաջողություն ձեր աշխատանքներուն, շնորհակալություն։ Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, Ռմեյլի Սուրբ Հարություն եկեղեցին ցեզեհդեին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը։ Ցածացերեդ գլան քարաչիգա շապատ գեսորե արալ ժամը 10-ին ցդեսություն։